Պարոն Խանդանյան, սկսենք նրանից, թե ինչու է վերջին շրջանում, հատկապես վերջին մեկ շաբաթում ազգային ժողովում իրավիճակը փոքր-ինչ լարված, տեսնում ենք, որ դատախազն է այստեղ տարբեր զեկույցներով, եւ նաեւ ընդդիմություն իշխանությունը փոխադարձ մեղադրանքներից արդեն անցել են հայհոյելուն։ Ինչպես կմեկնաբանեք։ Հայաստանի ընդդիմությունը մեր խորհրդարանական ընդդիմությունը նկատի ունը ակտիվանում է, երբ որ ակտիվանում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հայցերը եւ դատական գործերը, եւ ես կարծում եմ, որ վերջին խորհրդարանական ընդդիմության վերջին ագրեսիայի բուն պատճառը դա գլխավոր դատախազի ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած թվերն էին, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ մանրամասները, որոնք նա պետք է վերադարձնի պետությանը։ Սա է հիմնական պատճառը, էությունը, որը փաթեթավորվում է այսպես ազգային, հայրենասիրական կենացների եւ այդ ամպի մեջ, բայց այս մարդիկ ընդհանրապես հայրենասիրությունից եւ պետության պաշտպանության դիրքերից կիլոմետրերով հեռու են, որովհետև իրենց համար հայրենիքը սիրելը եւ Հայաստանը պաշտպանելը, Հայաստանի շահերը պաշտպանելը ուղիղ համեմատական է իրենց գույքի, իրենց ունեցվածքի պաշտպանության հետ։ Լևոն Քոչարյանի հայհոյելու մոտիվացիան ո՞րն էր։ Արդեն ասեցի, Լևոն Քոչարյանի հայհոյելու մոտիվացիան իր եւ իր ընտանիքի գույքի պաշտպանությունն է, որովհետև Լևոն Քոչարյանը չի պատկերացնում, որ կարող է այդ ունեցվածքը, որ ապօրինաբար իր հայրը եւ իր ընտանիքը կուտակել են, բռնագանձվի հօգուտ պետության, որովհետև Լևոն Քոչարյանը սովոր է ապրել բամբակների եւ փափուկ բարձերի մեջ եւ հիմա դրան կոնկրետ իր մաշկին կոնկրետ սպառնալիք կա եւ դա է պատճառը ագրեսիայի։ Պարոն Խանդանյան, տեղափոխվենք հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթ վերջին շրջանում գիտեք, որ բարբերաբար խոսվում է այն մասին, որ կետերը համաձայնեցված են բոլոր, բայց ամեն դեպքում Ադրբեջանի կողմից չենք տեսնում շահագրգռվածություն այդ պայմանագիրը ստորագրելու կամ ինչ-որ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու, որովհետև հակառակը Ադրբեջանը բարբերաբար ապատեղեկատվական տեղեկություններ է տարածում եւ նաեւ կրակում է սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ նախ process-ը ինչպես կգնահատեք հայ-ադրբեջանական խաղաղության ուր է հասել եւ ինչու է Ադրբեջանը վերջին շրջանում փորձում տորպետահարել այդ գործընթացը։ Դե process-ի դինամիկայի վերաբերյալ շատ նորություններ չկան, գիտեք, որ տեքստը ամբողջությամբ համաձայնեցված է եւ Հայաստանը պատրաստ է օր առաջ ստորագրել պայմանագիրը եւ շարունակում է առաջարկել սկսել քննարկումներ տեղի եւ ժամի օրվա վերաբերյալ։ Եվ այս ուղերձը նաեւ Հայաստանը հղում է բոլոր մեր միջազգային գործընկերներին, նաեւ միջազգային գործընկերներին հայցելով աջակցություն, որպեսզի մենք այս փուլին հասնենք եւ նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ կկարողանանք փարատել բոլոր մտահոգությունները, որոնք կան կամ այն նախապայմանները, որոնք Ադրբեջանը առաջ է քաշում, իսկ Ադրբեջանը շարունակում է բանակցություններում նոր նախապայմաններ առաջ քաշել կամ նորովի եղած նախապայմաններ առաջ քաշել, խոսքը Մինսկի խմբի լուծարմանն է վերաբերում եւ Հայաստանի սահմանադրությանը։ Եվ այս երկու հարցերի վերաբերյալ Հայաստան ունի շատ կոնստրուկտիվ ուրեմն վերաբերմունք եւ առաջարկ։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի լուծարմանը, մենք առաջարկում ենք, որ դա արվի խաղաղության պայմանագրի հետ ստորագրման հետ մեկտեղ, որովհետեւ եթե խաղաղության պայմանագրով մենք ըստ էության ինստիտուցիոնալ առումով վերջ ենք դնում հակամարտությանը, ապա տրամաբանական է, որ հակամարտության կարգավորող մեխանիզմը եւս պիտի լուծարվի։ Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, բոլորին են հայտնի մեր տեսանկյունը եւ կարծում եմ բոլորի համար է ընդունելի մեր տեսանկյունը, որ նախ եւ առաջ չունի սահմանադրությունը Հայաստանի որևէ տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ եւ երկրորդը Հայաստանի սահմանադրությունը եթե խաղաղության պայմանագրի առնչությամբ ստուգող միակ մեխանիզմը դա Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումն է, որը պիտի արվի սահմանադրության խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Ադրբեջանի մոտիվացիաների մասին ես չէի ուզենա խոսել, թե որոնք են, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը կարծես թե հիմա պատրաստ չէ գնալ խաղաղության, բայց մենք
Սա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալենք եւ ոչինչ չանենք, մենք պետք է շարունակաբար աշխատենք եւ մոտեցնենք այդ պահը, երբ որ հնարավոր կլինի ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ նաեւ լուծել խաղաղության գործընթացի մյուս բոլոր բաղադրիչ հարցերը, մասնավորապես սահմանազատման հարցը եւ կոմունիկացիաների ապաշրջապատը։ Պարոն Խանդարյան, բայց ընդդիմությունն էլ ասում է, որ դա ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ կապիտուլյացիոն փաստաթուղթ։ Խաղաղության պայմանագրում չկա մեկ հոդված, որը չի վերաբերում երկու կողմերին։ Խաղաղության պայմանագրի բոլոր խաղաղության պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները երկկողմանի են։ Եվ այս պարզ իրավական փաստը հաշվի առնելով կարելի է հերքել, որ դա կապիտուլյացիոն պայմանագիր է եւ բայց ընդդիմության մոտիվացիան այստեղ ուրիշ է, ընդդիմություն ցանկացած թուղթը աշխարհի լավագույն խաղաղության պայմանագիրն էլ եթե բերենք, ընդդիմության մոտիվացիան այլ է, ընդդիմությունը խորհրդարանական չի ուզում, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվի։ Չէ, իրենք ասում են պետք է գնալ խաղաղության, բայց արժանապատիվ խաղաղություն։ Այդ կենաց է։ Դա բաժակաճառ է, որը անընդհատ լսել ենք, մենք ուզում ենք, որպեսզի նորմալացվեն Հայաստանի հարաբերությունները իր բոլոր հարևանների հետ, եւ այս խաղաղության պայմանագրի տեքստը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվեն նորմալ հարաբերություններ։ Իսկ կան կենտրոններ, որոնք շահագրգռված չեն հայ-ադրբեջանական խաղաղությամբ եւ ինչու։ Այսինքն խանգարող հանգամանքները հիմա ո՞րն է, որ Ադրբեջանը չի գնում այդ պայմանագրի ստորագրմանը, եթե օրինակ հայկական կողմը, ինչպես նշում եք, շատ կոնստրուկտիվ է, այս դեպքում խանգարող հանգամանքները կամ միգուցե կողմերը որոնք են։ Խանգարող հանգամանքը, հիմնական խանգարող հանգամանքը Ադրբեջանի կամքի բացակայությունն է։ Իսկ մյուս բոլոր ուժերը, ես կարող եմ միայն հանրային հայտարարությունների վրա հիմնվելով պնդումներ անել, բոլոր երկրները, Հայաստանի բարեկամ, գործընկեր երկրները, բոլորը կողմ են առնվազն հանրային հայտարարություններով, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի։ Եթե կան երկրներ, որոնք կողմ չեն եւ այլ գործընթացներով են, ապա լավ կլինի, որ այդ երկրները արտահայտվեն դրա վերաբերյալ։ Այնուամենայնիվ, հիմնվելով հանրային հայտարարությունների վրա, ես չեմ կարող պնդել, որ կա որևէ երկիր, որը չի ցանկանում, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Պարոն Խանդարյան, հետաքրքիր է, որ նաև Թուրքիայից ենք պարբերաբար լավատեսական հայտարարություններ լսում այն իմաստով, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իմաստով, միաժամանակ Թուրքիան նաև հայ-թուրքական հարաբերություններն է պայմանավորում հայ-ադրբեջանական հարաբերություններով եւ խաղաղության պայմանագրով։ Այստեղ ուզում եմ հասկանալ, Թուրքիան իրապես շահագրգռված է հայ-ադրբեջանական խաղաղությամբ, թե պարզապես այս փաստը փորձում է օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորելու իմաստով։ Իհարկե շատ անարդյունավետ է, որ Թուրքիան մեր Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը պայմանավորում է Հայաստան-Ադրբեջան գործընթացով եւ սա խանգարում է Հայաստան-Թուրքիա գործընթացին եւ մենք շատ ավելի վաղուց կարող ենք Թուրքիայի հետ գրանցել հարաբերությունների կարգավորման հարցում հաջողություններ եւ ժամանակ են կորցնում այս առումով, որովհետեւ ես հավատում եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկա որևէ հարց, որը լուծելի չէ եւ Հայաստանը եւ Թուրքիան կարող են հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը։ Իսկ ես հակառակ պնդումը կարող եմ անել։ Ես կարող եմ ասել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է արագացնել Հայաստան-Ադրբեջան գործընթացը, որովհետեւ տրամադրությունը տարածաշրջանային իրավիճակի կփոխվի, որովհետեւ եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, բացվի սահմանը, կոմունիկացիաները բացվեն, դա արդեն կշահագրգռի բոլոր մյուս խաղացողներին, այդ թվում եւ Ադրբեջանին անմասն չմնալ այս process-ներից, բայց ցավոք մենք այդ իրավիճակին ենք ականատես լինում։ Ինչ վերաբերում է անկեղծությանը Թուրքիայի հայտարարությունների, ես չեմ կարող պնդում անել, որ Թուրքիան շահագրգռված չէ խաղաղության հաստատմամբ, այն քաղաքական շփումները, դիվանագիտական շփումները առնվազն ցույց են տալիս, որ Թուրքիան հետաքրքրված է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Նաև Իրանի կողմից ենք մենք պարբերաբար լավատեսական հայտարարություններ լսում այն իմաստով, որ խաղաղությունը տարածաշրջանում կարևոր է, բայց նաև տեսնանք, որ Իրանի նախագահն էր Բաքվում, այնտեղ որոշակի հայտարարություններով հանդես եկավ, նաև նշեց, որ տարածաշրջանային հարցերը
պիտի լուծվեն միայն տարածաշրջանում եւ տարածաշրջանային խաղացողների մասնակցությամբ։ Այսինքն արևմուտքը այստեղ ներգրավվածություն պետք է չունենա։ Այս իմաստով Իրանը իրապես կարող է ազդել հայ-ադրբեջանական խաղաղության process-ին եւ ինչու հիմնականում օրինակ նույն Իրանը կամ Թուրքիան կամ այլ երկրներ պահանջում են, որ այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ոչ թե օրինակ արևմուտքում, այլ իրենց հարթակներում, օրինակ Մոսկվան առաջարկում է իր հարթակը եւ այստեղ ինչ է կարծում, կարեւոր է թե ով է նաեւ միջնորդ կողմը, թե առանց միջնորդության եք ուզում գնալ խաղաղության։ Գիտեք, խաղաղության պայմանագրի տեքստը ամբողջությամբ քննարկվել եւ համաձայնեցվել է երկկողմ ձևաչափով, այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը ուղիղ են բանակցել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ եւ տրամաբանական է, որ դրա հանգուցալուծումը, ստորագրումը եւս պիտի լինի երկկողմ ձևաչափով, բայց թե որ հարթակում, այսինքն որ երկրի որ քաղաքը հարթակ կտրամադրի դրան կամ արդյոք դա կլինի սահմանին եւ այլն, դա տեխնիկական հարց է եւ ես չեմ կարծում, որ մեր հարևան երկրները, այդ թվում եւ Իրանը, այդպես կտրուկ դժգոհություն կունենան, եթե պայմանագիրը ստորագրվի, ասենք օրինակ Ժնևում, Վաշինգտոնում, Փարիզում կամ Մոսկվայում։ Մեզ համար այդ տեղը առանցքային նշանակություն չունի, որովհետև կրկնում դա տեխնիկական հարց է։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի վերաբերմունքին, մենք մշտապես զգում ենք, որ Իրանը իսկապես անկեղծորեն շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն, կայունություն, ապաշրջափակվեն կոմունիկացիաները, որովհետև դա նաև օգտակար է Իրանի համար։ Եվ նաև, գիտեք, դուք նշեցիք, որ Իրանի նախագահը այցելել էր Ադրբեջան եւ այլն, մենք մեր հարևանների հետ հարաբերություններ դիտարկում ենք մեր եւ մեր հարևանի հարաբերություններ եւ ոչ թե որքանով է մեր հարևանը ավելի կամ մեր որևէ գործընկեր երկիր ավելի մեզ հետ ավելի լավ, քան Ադրբեջանի, այսինքն քանի որ մենք եւս ցանկանում ենք նորմալացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, մենք խնդիր չենք տեսնում, որպեսզի մեր գործընկեր երկրները եւս շփումներ ունենան Ադրբեջանի հետ եւ որ ինչ որ հարաբերություններ ունենան, դա նորմալ է եւ մենք ուզում ենք, որ բոլորի հետ ունենալ նմանատիպ նորմալ հարաբերություններ։ Եվ պարոն Խանդանյան, ամեն դեպքում չպատասխանեցիք, կարևոր է, որ լինի երաշխավոր կողմ երկիր, թե հայ-ադրբեջանական, այսպես ասած, պայմանավորվածությունների սահմանում կարող է լինել այս խաղաղության պայմանագիրը ստորագրվել։ Ես նշեցի, որ խաղաղության պայմանագրի բանակցություններն ընթացել են երկկողմ ձևաչափով եւ տրամաբանական է, որ այդ ձևաչափով էլ ստորագրվի։ Ինչ վերաբերում է երաշխավորող կողմին, դա ես կարծում եմ դա շատ կհեռացնի կողմերի, Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները, որովհետեւ այդտեղ ընտրության լայն սպեկտր կա եւ այդ ընտրության լայն սպեկտրում շատ քիչ հավանականություն կա, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի հետաքրքրությունները համընկնեն։ Բայց այստեղ էլ ընդդիմությունն ասում է, որտեղ է երաշխիքը, որ Ադրբեջանի հետ խաղաղություն կստորագրեք ու չի կրակելու հաջորդ օրը կամ չի պատերազմելու։ Երաշխիքը այդ փաստաթղթի ստորագրման եւ վավերացման մեջ է եւ երաշխիքը նաեւ իմ կարծիքով դա տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման մեջ է, որովհետեւ երբ որ տնտեսական բաղադրիչ մտնի այս գործընթացի մեջ, դա հնարավորություն կտա, որպեսզի ավելի ամրանա խաղաղությունը, որը մենք ակնկալում ենք, որ կժամանի տարածաշրջան հնարավորինս շուտ։